Օտարալեզու դպրոցների վերաբացման մասով իրազեկվածության մակարդակը մարզերում բավականին ցածր է, նշում են նախաձեռնող խմբի անդամները։ Այդ իսկ պատճառով տարվելու են որոշ աշխատանքներ ու ամենակարևորն ըստ Արմեն Հովհաննիսյանի մարզկենտրոններում նախաձեռնող խմբեր ստեղծելն է, որոնք էլ կաշխատեն մայրաքաղաքի ակտիվիստների հետ։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փաթեթը աշնանային նստաշրջանում չընդունվի, ասում է Հովհաննիսյանն ու ավելացնում, որ այս ընթացքում հասարակության հետ հանդիպումներն ավելի հաճախակի կդառնան, իսկ նախաձեռնող խմբի պայքարի մեթոդները կփոխարինվեն մարդուց մարդ։ Մենք պիտի փորձենք այլ ձևերով, այլ մեթոդներով, ընդհանուր մինչև մարդուց մարդ դռից դուռ անցնելով տեղեկացնել մեր պայքարի մասին։ Իհարկե մարդը ազատ է ինքը իր ընտրությունը կատարելու եւ իր համոզմունքները ձևավորելու, բայց ես համոզված եմ, որ որքան շատ մարդ մեր փաստարկներին տեղյակ լինի, այնքան մեր կողմնակիցները միայն կշատանան։ Եթե քաղաքական ու տարբեր հարցերի վերաբերյալ խոսեցնում էին իրենց առաջարկներին կողմ արտահայտվող մտավորականների, ապա այս անգամ այդ մտավորականները շատ կտրուկ դեմ արտահայտվեցին օտարալեզու դպրոցների վերաբացմանը, բայց վերջիններիս էլ արհամարհեցին, ցույց տվեցին, որ իրենք ինչ կուզեն կանեն, ասում է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով եւս նախաձեռնող խմբի անդամ է։ Բացի այդ, ըստ Իշխանյանի, լեզվի եւ հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ առաջարկողները նախ եւ առաջ արհամարհում են հասարակությանը եւ բարդութավորված են, որ իրենք ու իրենց երեխաները խոսում են նույն այն լեզվով, որով որ հասարակությունն է խոսում։ Շատերը կարծում են, որ սա օտար լեզուների դեմ է, միանգամից ես հերքեմ ընդդիմախոսների կարծիքը, որ բացարձակապես օտար լեզվի դեմ չի, եւ մենք կարծում ենք, որ բարձր մակարդակի կրթական համակարգում, ինչպիսին մենք երազում ենք տեսնել Հայաստանում, պետք է բոլոր առարկաները թվում առնվազն 2 օտար լեզու հանրակրթական դպրոց ավարտողը փայլուն իմանա։ Սա ազգային անվտանգության խնդիր է, եւ հենց ես ուզում եմ հիշել Մեծն Իսահակյանի խոսքերը, որ լեզուն մեր հայրենիքն է, որովհետեւ լեզվամտածողությունը դա միայն այդ արտահայտվելը չի։ Լեզվամտածողությունը շատ խորը հարց է եւ ցանկացած մեծ պետություն փորձում է իր լեզվի միջոցով էքսպանսիա կատարել այլ երկրներ, որպեսզի ազդեցության ոլորտ ունենա։ Մինչ օրենսդրական փաթեթը առաջին ընթերցմամբ կընդունվեր, մենք հանդիպումներ ունեցանք հիմնականում կոալիցիոն կուսակցությունների падգամավորների հետ, սակայն անարդյունք, ասում է Արմեն Հովհաննիսյանը, քանի որ ավելի դրական համարում ենք հասարակության հետ աշխատանքը։ Հիմա մեզ փորձում են համոզել, որ օրենսդրական փաթեթն այնպես կձևափոխվի, որ կընդունվի նաև մեր կողմից, ասում են նախաձեռնող խմբի անդամները, բայց նրանք նաև համոզված են, որ այս գործընթացը որոշ առումով նաև քաղաքական ենթատեքստ ունի։ Ենթատեքստերը շատ են, նաև քաղաքական կա, բայց ճիշտ ասած մեր խմբի այսպես ստրատեգիան այսպեսին է, որ մենք շատ ժամանակ իհարկե ուսումնասիրում ենք ամեն ինչ, վերլուծում ենք ցանկացած տեղեկատվություն, պաշտոնական, ոչ պաշտոնական, բայց մեր նպատակը այս ամենը տապալելն է։ Եթե մենք սկսենք քննարկել թե պատճառները որն են, դա կարող է բերել անգամ պառակտման, որտեղ տարբեր 100 մարդ 100 կարծիք։ Գուցե եւ կա քաղաքական ենթատեքստ, եւ շատերը այդպես են մտածում, որ ինչ որ տերությունների ճնշում կա այստեղ եւ որ ես չեմ բացառում, բայց գիտեք սա այն խնդիրն է, որ ինչքան էլ ճնշում լինի, իշխանությունները կարող են դիմադրել։ Ես կարծում եմ այստեղ գործում է եւ Հայաստանի իշխանությունների մի քանի միտում։ Մի միտումը, որ իրենք չեն հավատում Հայաստանի ապագային, այսպես ասեմ, գուցե իրենց համարում են ավելի բարձր հայկականությունից եւ մտածում եմ բավական է ճակերտների մեջ ասեմ այդ գավառականությունը եւ իրենք մտածում են իրենք ավելի բարձր են եւ ըստ էության առաջի քայլը իրենք ուզում են այսպես ասած վերնախավային դպրոցներ բացել իրենց երեխաների համար։ Այսօր օտարլեզվի իմացությունը ոչ թե քմահաճույք կամ նորաձևություն է, այլ նախ եւ առաջ մրցունակ լինելու խնդիր։ Սա կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի կարծիքն է։ Իսկ նախաձեռնող խմբի անդամները գտնում են, որ ավելի լավ է օտարլեզուների ուսուցման մակարդակը դպրոցներում բարձրացնել ու այդ կերպ մրցունակ դառնալ եւ ոչ թե հայերեն լեզվի հիմքերը թուլացնելով գերտերությունների աչքին մրցունակ երևալ։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։